Բարի գալուց դիթանքով օրինյալ համայնք։ Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում այս գեղեցիկ նախաձեռնության հեղինակ, բարերար հայրենասեր մարդուն, Արագած Պապոյանին, ով չնայած այն փաստին, որ ապրելով Ռուսաստանի Դաշնությունում նա իր սրտում պահել է հայրենի դիթանքով համայնքի սերը եւ իր ներդրումներով իրականացրել բազմաթիվ կարևոր նախաձեռնություններ։ Zorluciune եվս պարս, ընթոր և ընծրպոք բույտ, աժմ եմ իշտիվարդյանը սավիդենից ամեն, օրնյալ դեր մեր Իսուս Քրիստոս ամեն։ Շիրակի մարզի Դիթյանքով գյուղը վերջին 5-6 տարում անճանաչելի է դարձել։ Դեռ մուտքից զգացվում է հին բնակավայրի նոր շունչը։ Գյուղը բարեկարգվել, կանաչապատվել եւ գեղեցկացել է պատմամշակութային արժեքներ ներկայացնող նոր կառույցներով։ Իսկ այդ ամենի նախաձեռնողը այստեղ ծնված եւ մեծացած Արագած Պապոյանն է։ Շուրջ 30 տարի բնակվելով Ռուսաստանի Դաշնությունում, նա հայրական օջախն ու հայրենի գյուղն է համարում իր տունն ու տեղը։ Շնորհալի մարդ է, ծնվել է գյուղում, մեծացել է գյուղում ու չի մոռացել իր հարազատ գյուղին։ Նվիրաբերել է այն, ինչ ցանկացել է։ Զոհվածների հիշատակի համար համալիրը կառուցեց, համալիրը դպրոցում կատարեց բազում աշխատանքներ, վերանորոգեց դասարաններ, պատուհաններ, անցավ հաջորդ գործին, փողոցը վերանորոգեց, ծառատուն կազմակերպեց, կառուցել է այն արձանը, որը տարածքանաչ է դարձել է մեր ժողովրդին։ Կառուցեց Հիսուսի արձանը, որի հոգին ու մարմինը մարմնավորված է քարի մեջ, թող պահաբան լինի մեր ազգին, խաղաղություն պարգևե մեր հայ ժողովրդին։ Հացահատիկի դաշտերով հայտնի գյուղը միշտ պարծենում է, որ առաջին կին սոցիալիստական աշխատանքային հերոսը համագյուղացի Մարիամ Մարտիրոսյանն է եղել, իսկ այսօր հպարտանում են Արագած Պապոյանի կատարած աշխատանքներով։ Նրա շնորհիվ Դիթյանքովը ծաղկում է, կառուցվում եւ զարգանում է։ Ճանապարհի երկու կողմերում ծառներ տնկեց, նա ամեն գյուղ գալու, ամեն տարի գյուղ գալու ժամանակ մտորում էր ինչ անել նորից, որ գյուղը կարգին երևա։ Եկեղեցու մոտ երկու կողմից այս բլուրի աշճաններ կառուցեց, լուսավորեց այդ աշճանները։ Լարտար կերպով գումար աշխատել եւ այդ գումարից ներդնում է իրեն գյուղի, իրեն գյուղացիների բարօրության համար։ Մեր յուրաքանչյուրի պարտականությունն է, մեր հայրենիքը չմոռանանք, իմ հայրենի գյուղը չմոռանամ։ Ինչ հնարավորություն ունեմ, ուզում եմ որ մեր Հայաստանը բարգավաճի, սիրուն եղնի, ամենակարևորը խաղաղություն եղնի։ Անում ամեն ինչ ժողովրդի համար, իր հարազատ գյուղի համար, քաղաքի համար, օրինակ տվյալ անձը Մարալիգում ստեղծել է երեխաների խաղահրապարակ։ Կազմակերպչական աշխատանքների պատասխանատու Վաղինակ Պետրոսյանը նշում է, որ կաթողիկե եկեղեցու կողքին կառուցված Քրիստոսի արձանը առանձնահատուկ տեղ է գրավում իրականացված բոլոր ծրագրերում։ Նաև 19-րդ դարի սկզբին կառուցված եկեղեցին է նորոգվել։ Մեծապահարությունը պարոն Արագած Պապոյանին, ինչպես նաև Վաղինակ Պետրոսյանին եւ Բելոյան Ալբերտին, որոնք մնացին մեր կողքին եւ հավատում են նրանք կշարունակեն անշահախնդրություն։ 2020 թվականից մենք սկսել ենք շինարարություն անելը Արագածի հովանորությամբ։ Սկզբնական հենց առաջի գործ եղել է մեր զինվորների համար։ Միտք ծագեց Սասունցի Դավիթները տնենք, Գեղի մուտքը մտնելուց սիրունացնենք, մայթերն ենք սարքե, բիսեդկաներ ենք սարքե, որին դիմել ենք եկեղեցնել են ֆիզիկապես սենք ես կարաբտապի դիմել ենք Գևորին, Գևորն աղոքն է Պողոսին, Պողոսն աղոքն է բոլորը մեզ օգնական են եղել։ 12 մետր բարձրությամբ արձանի շուրջ բոլորը լուսավորություն է անցկացվել եւ կանաչապատվել։ Այդ տարածքում ստեղծվել է գրավիչ միջավայր ուխտավորների եւ զբոսաշրջիկների համար։ Դիթյանքովում ընդհանուր առմամբ 11000 մրգատու եւ դեկորատիվ նոր ծառեր են տնկվել։ Սարքել եմ ժողովրդի ելնեն իրանց համար նստել,
հանգստանան, աստիճաններ երկու կողմից ակած, հարմարությունը կա, ելնում նստում են լույսերով, ամեն ինչով, թող Աստված մեզ պահապան եղնի, մենք աշխարհի առաջի քրիստոնյա ազգն ենք, թող Հիսուս Քրիստոսն մեր ազգին, մեր Հայաստանին թող պահապան եղնի։ Ես հպարտ եմ, որ ունեմ այդպիսի եղբայր, ինքը ապրում է ավելի շատ գյուղի հոգսերով, իր ամբողջ նպատակն է, որ գյուղը բարենորոգվի, բարեկարգվի, ամեն ինչում կանգնած է գյուղի կողքին։ Տարբեր դավանանքների, բայց հաշտ ու համերաշխ ապրող դիցանքովցիները հյուրընկալ են։ Անմասն չեն գյուղում կատարվող իրադարձություններից, նաև դպրոցականները։ Նախագծային լավագույն աշխատանքներից է դիցանքովի մակետը։ Այն խորհրդանշում է պատմական անցյալը, ներկան եւ ապագան։ Ներկայացրել են իրենց միտքը երազանքների կառույց։ Այստեղ գյուղի կենտրոնում գտնվում է մեր Հիսուս Քրիստոսի արձանը։ Այստեղ երեխաները երազել են, որ ունենան մեծ ֆուտբոլի դաշտ։ Այս կրթօջախում արժեքներ են ձևավորվում լավագույն օրինակներով։ Արագած Պապոյանի ջանքերով նորոգվել է ազատամարտիկ Դավիթ Դանիելյանի անունով անվանակոչված դասարանը։ Արագածը չի մոռացել նաև այն դասարանը, որտեղ ինքն է սովորել։ Նաև նկարչական խմբակ բացելու հարցն է լուծվել։ Ինքը ունի պրոյեկտներ դել չենք ասում, մենք անում նոր ենք ասում։